Ոնց ա եղել, ինչ ա եղել։ Նիկոլ Փաշինյանը մաֆիան հանել է իմ դեմ։ Քաջ սրտի մխիթարան զուգ արտահանողների համար։ Հիմա էլ հայկական կաթնամթերքն է վտանգավոր համարել ու արգելել։ Դաշանցեց եւ ռազմբյուրատ քպականների միջը։ Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով ձերբակալված Էլի լավ բաներ արեք։ Փոքրացնելու են այն տարբերությունը տնտեսական, որ ունենք Ադրբեջանի հետ։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է եւ հատուկ ձեզ համար Sevan Startup Summit-ից Բերման ենք ենթարկել Սերգեյին։ Այո, այսա հիմա վարում եմ, դուք լայքում եք, բաժանորդագրվում եք ու գալիս եմ այդտեղ եմ վարում։ Մեծ բան եմ լսել, էդի ճիշտ է թե չէ։ Ճիշտ է որ GTB Holdings-ը $1 միլիոն ներդրում է խոստվել 4 լավագույն ստարտափներին։ Այո, գրողը տանի ու ես ինձ հարց եմ տալի, խի չեմ ես ստարտափ, ինչ եմ ընդհանրապես վարող, պետք է ստարտափ սկսենք։ Արի ստարտափ։ Արի բոլորը սկսենք ստարտափ, տեսեք ինչ մրցակցություն է եւ դեպի Սևան։ Եվ այսպես վատ լուր կաթ արտադրողների եւ արտահանել ուզեցողների համար։ Բայց միաժամանակ քաջ սրտի մխիթարան զուգ արտահանողների համար։ Ռոսելխոզնադզորը հիմա էլ հայկական կաթնամթերքն է վտանգավոր համարել ու արգելել ռուսական շուկայում դրա վաճառքը։ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարել է, արտադրության մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ եւ չհաստատված ծագմամբ հումք։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մինչդեռ հերքում է։ Մամուլի խոսնակ Անուշ Արությունյանն ազատությանն ասաց, ապացույցներ չկան։ Սկսում եմ մտածել, որ այս ամենի մեջ ինչ որ քաղաքական բան կա, ոնց որ Ռուսաստանը այդքան դուր չի գալիս Հայաստանի արտաքին կուրսը։ Կարող է սա արվում է ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար, բայց տենց ահագին ուշացումով։ Արա հա, եթե ուզում եք ռուսամետ ուժերը հաղթեին, այս պետք է անեիք ապրիլ-մայիսին, բայց չեք արել։ Հիմա Գագոդյանի աջակցության համար եք անում, էլի ուշանում է։ Ռոսելխոզնադզորը նշել էր, որ հայկական կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումներ արել է նաև 2023-ին ու 24-ին։ Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչն ազատությանն ասաց, իրենց լուրջ խնդիրների մասին չեն տեղեկացրել, սակայն հետո, երբ հեռացել են, կրկին արգելել են իրենց արտադրանքի մուտքը ռուսական շուկա։ Կրիսական եկել են, ամեն ինչից հաստատ փորձել են, ձեն չեն հանել, ոնց է բառը, մուզմուզավարի հետ են գնացել ու մեջքի հետևից հերվից չէ, բան փչացած էր կաթը։ Մի հատ հուշկու արձագանք է պետք էկոնոմիկայի նախարարության կողմից, մի հատ տեղադրեք, մի հատ պատասխան։ Եվ արձագանքը եղավ։ Էլի, եւս մեկ քաք սրտի մխիթարանք։ Հայաստանից արտահանումը 26 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Չինաստան աճել է 83.4%-ով, Հնդկաստան աճել է 81.3%-ով, Եվրոպական միություն աճել է 80%-ով։ Հասկացար, Ռոսել not fucking zor։ I see what you did there։ Իհարկե կարող է որ շատ սկսենք սա փորփրել, բարձր որ Հնդկաստանը անցած տարի արտանել ենք, ասենք չինը, մի տուփ սմետան ու 5 հատ մածուն, բայց դա չի կարևորը։ Դա չի կարևորը։ Կարևորը այս սիրուն ստատիստիկան։ Հիմա տպում եք ու այդ արտահանողների, արտադրողների կաբինետներում սիրուն կպցնում եք։ Հեն ինչ եք ասում, ձուկ ու միրգել չեք կարող արտահանել։ Պապոյան ջան, մի հատ դաբիտ։ 2026 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.9%-ով։ Այսա էլ սիրուն ռամկի մեջ տեղադրում ենք ձուկ արտադրողների օֆիսների կաբինետում։ Ուրիշ դժգոհողներ կան դեռ։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների ներմուծման նկատմամբ։ Դե գիտեք ինչ կա, չի կարա Պապոյանը ամեն օր ապահովի ձեր տրամադրությունը։ Բայց կան նաև ռուսամետ քայլեր, որոնք պետքա բալանսավորեն այս ամեն ինչը։ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքն այս տարի կապանն է ծրագրի մեկնարկը տրվել է երիտասարդությանը վերաբերող խնդիրների քննարկման
քննարկմամբ ու համերգով Սյունիքի մարզկենտրոնում տարվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն։ Գոնե կապանից կարելի արտահանել ինչ-որ բան Ռուսաստան, որտեղ ձեր ԱՊՀ-ի մայրաքաղաքն է կապանը հիմա։ Ու չնայած այսքան ռուսամետ Մոսկվայա նպաստ քայլերի մեկ անդեղ մտածում են, որ մեր աչքը Եվրոպայի վրա է։ В общем, всё, պետք է մի հատ զանգել ու հասկանալ, ԵԱՏՄ-ն կա, թե չէ։ Եվ այսպես տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Իսկ ընթացքում ոչ մեկին չի շնորհավորել, ոչ մի ընտրությունների կապակցությամբ։ Դեռ երևի սպասում են ՍԴ-ի որոշմանը։ Okay։ Մի քիչ ուշացած է ամեն ինչը։ Ու դե պետքա Եվրոպայի խանդի հետ կապված հարցը մի քիչ մեղմել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միության անդամագրվելու հարցով Հայաստանում հարաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ ԵՄ մենք չենք դիմել։ Գուցե մի փոքր օրենք ընդունել ենք ԵՄ-ին միանալու մասին, բայց դա ներքին Խզմալյանի համար էր, որ էդ էլ որ չընդունենք, Խզմալյանը հում կուտեր սաղից։ Իսկ Պուտինը, Սերգեյ, Պուտինը ինչ ասեց։ Պուտինը ինչ ասում։ Մեկը լռում է вообще Պուտինի արձագանքի մասին, բարեբախտաբար Պեսկովը այլ միջոցներով մեզ հասցրեց ինչ են խոսացել։ Պեսկով։ Կրեմլի խոսնակ Պեսկովը նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հորդորել է հնարավորինս արագ հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ անդամակցության մասով։ В общем, չեն սթրվում, հարա Եվրոպան որտեղ, մենք որտեղ, մենք Ինչի՞ց են վերցրել, որ մենք Եվրոպայի հետ լավ ենք ինչ-որ։ Նախագահ Մակրոնը եւս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանի ընտրություններում հաղթանակի առիթով, մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։ Այ ջոգը մեկ ինչքան Պուտինը չի շնորհավորում, Մակրոնը այդպես վրա տեղը հանելու համար շնորհավորում եւ շնորհավորում է։ Էմանուել ջան, բանը, կատնամթերքի պակաս չունեք, փորձել եք արդյոք կամած մածուն, ելեմծուն կամած լոցով պղտին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու գործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Կաթը կարանք տեղավորենք այդ համագործակցության մեջ։ Դե կարող է հաջորդը գազը թանկացնեն, կմտածեք դուք, իսկ միշտ դուք մտածում եք, դրա մասին ակնհայտորեն վաղուց մտածում է նաև Խուդատյանը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է։ Դավիթ Խուդատյանին ընդունել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին, կողմերը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր։ Իսկ կարանք գազի համար կաթնամթերքով փակվենք, Կամ ձկնամթերքով։ կամ ծաղիկներով, կամ իսկ այդ ընթացքում շատ խառը վիճակա ԿՊ-ում, դաժանցեց եւ ռազմիրատ ԿՊ-ականների միջև։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինն է պատմում։ Ծեծին նախորդած շրջանում պարբերաբար կրկնվել է այս տեսարանը ամուսնուն նախկին ընկերոջ Ավետ Կոնջորյանի կատարմամբ։ Իր եղբայրը պաշտոնյա է, որ ինքը իրան կարա թույլ տա նման բաների։ Մի րոպե, նախ դե բռնությունը իհարկե շատ վատ է, բայց բռնությունը ԿՊ-ականի կողմից, ԿՊ-ականի հանդեպ շատ տարօրինակ վատ է։ Իսկ ինչ էր արել Կոնջորյան ավակը, չգիտեմ, ԿՊ-ի ձայներ չէր ապահովել ընտրություններին։ Վերջի դեպքը եղավ ու Պարեկը իրեն ուղեկցում էր։ Ինքը վերջի աստիճանի բառերով հայհոյում է, Պարեկը ուղեկցում է իրան, հետևից գնում է։ Դաժանաբար ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը, նույնպես ԿՊ-ական Ավետ Կոնջորյանը։ Այսօր առավոտյան այս տեղեկությունն ու ծեծի տեսանյութը տարածեց լրագրող Գահանե Զարգարյանը։ Նա նշում է, որ հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում իր տան տարածքում ծեծվել է Ավետ Կոնջորյանը։ Մի րոպե, եկել է պատուհան տակ քրֆել է ու իրան ծեծել են։ Okay, իսկ ոստիկանություն խի չի դիմել։ Ասեց, Պարեկը հետն էր ֆռում այդ քրֆելու։ Իսկ ծեծելու ժամանակ Պարեկը ինչ էր անում, մոմ էր բռնում։
Okay, ինչ է ասում բունտ ուժողը։ Կոնջորյանն ինքը հրաժարվում է մեկնաբանությունից, միայն ասում է վատ եմ, հիվանդանոցում եմ։ Թեպետ 3 ուշ երեկոյան սոցցանցում նկար էր տարածել, որում հիվանդանոցում չէ, ժպտում է սուրճ խմում։ Խի ամեն ինչ այսքան տարօրինակ։ Հիմա կարող է ոչ էլ դիմի իրավապահներին, որովհետև հիշեցնեմ, որ ժող բաստիոններում սենց դեպքերի համար գործում է քերի ոստիկանությունը։ Խոսքը իհարկե այն բարեկի մասին չէր, որը ֆրֆռում էր ծեծվողի հետ ու այն պահին երբ պետք էր չկար։ Դա ես վստահ եմ, որ Հայկ Կոնջորյանը հիմա իր լուրջ ինտելիգենտ դեմքով էս ամեն ինչը կբացատրի, չէ՞ որ սա ժող բաստիոնա, ոչ թե նախկինակիլ դիմաստան։ Ավետ Կոնջորյանի եղբայրը Հայկ Կոնջորյանը, որ ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու է, գերադասում է ոչինչ չասել։ Պարոն Կոնջորյան, ձեր եղբոր ծեծի հետ կապված ինչ կարող եք ասել, ինչու է ծեծի ենթարկվել։ Ոչ մի բան, լուրջ։ Так, հետքը պարզվեց, որ նախքան էս միջադեպը կրվողները իրար հետ շատ լավ ընկերներ են, նույնիսկ շենքեր էին վնիզապնը կառուցում հեղափոխությունից հետո։ Այդ բայց նախքան ծեծ կրտուկը, հիմա էլ ընկերներ չեն։ Ըստ հետաքննող լրատվամիջոցի, շինարարական ընկերությունը թույլտվությունները, փորձաքննությունները ստանում է հեշտացված կարգով, նույնիսկ Աբովյանի զբոսայգու հաշվին։ Հետո նրա կառուցած շենքերում հարմար պայմաններով տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյանները, ավագանու ԿՊԱ-ական Նայիրի Հակոբյանը, համայնքապետ Բաբայանի մայրը, որ Ավետ Կոնջորյանն ու Նայիրի Հակոբյանը ընկերներ էին ու աշխատում էին միասին, հաստատում է նաև վերջինիս եղբայրը։ Իրար հետ աշխատել են, շատ լավ հարաբերություններ ա եղել։ Նայիրան տարել են դեղ, որ աշխատի, ինքը ասենք ընկերներ են եղել, տենց աշխատել են, հետո ինչ որ հարցեր ա եղել, վատ ասենք իր աշխատանքի մեջ, դրա համար ասենք իրան հեռացել են, էլի ասենք, չի աշխատում ընդդեմ։ Դե չեղավ ընկերներ։ Ձեզ թվում է Նարեկը ինձ չի նեղացնում, բայց հո չեմ վերցնում գիշերով գրում ու զղկում։ Որտեվ չես կարա։ Բայց նաև չեմ ուզում։ Հա, բայց նաև չես կարա։ Բայց նաև չեմ ուզում։ Два в одном։ Ավելի շատ չեմ ուզում, քան չեմ կարա։ Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմության էպիկենտրոնում։ 2010-ին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Անցած տարի էլ զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարով ու 3 ամիս անց նորից հայտնվել մեքենայի ղեկին։ А еще боремся за почетное звание бастиона высокой культуры быта։ Միտեղ հիմա Սաշը կնայ եւ կմծիծաղա տալիս։ Դա բաստիոնապետը հստակ ասել է նման դեպքերում ինչ է լինում։ Տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը ոչ քննիչ է, ոչ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ։ Եվ իրենք իրենց պարտավորությունները պարտավոր են կատարել։ Էս չէ, ավելի ամփոփ տարբերակը կա։ Ավելի ամփոփը ո՞րն է։ Սյադուտ վսե։ Դե էդի ընդդիմության մասն էր, իսկ եթե ԿՊԱ-ականներն են երկու կողմնել, Դրան ուշադիր կհետևենք։ Այդ ընթացքում ուժեղ Հայաստանը շարունակում է հետընտրական արշավը։ Այսօրվանից անվճար տրանսպորտային միջոց է գործում, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան եւ Կողես գյուղ եւ հակառակ ուղղություններով։ Տեղեկությունը հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցությունը, նշելով, որ դա իրենց նախընտրական խոստումներից է եղել, որն էլ այժմ կատարում են։ Okay, շատ լավ է, սրտանց կողմ եմ, իրոք շատ լավ է, բայց քանի որ սովորաբար մեզ փիս սովորացրել են նրան, որ նախընտրական խոստումները նրա համար են, որ ինչ-որ բան խոստանում եք, ձեզ ձայն են տալիս, գալիս եք իշխանության, կատարում եք խոստումը։ Հիմա եթե առանց իշխանության գալու, եթե մեկը խոստումը կատարում եք, ելքի պետք է ինչ-որ մեկը ձեզ ձայն տա, էլի։ Սխալ չհասկանաք, էլի, շատ լավ բան է կա։ Հիմա ինչ ես ուզում, ես մարդիկ չկատարեն խոստումը։ Ասենք դեմ ես, որ 300,000 աշխատատեղ ստես։ Всё, молчу, շատ լավ է։ Էլի լավ բաներ արեք։ Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու ու տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է լինելու։ Մենք հավատում ենք հակառակի մեջ, որ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելի փոքրացնելու է ճիշտ աշխատանքի դեպքում, ուժեղ կառավարության դեպքում փոքրացնելու է այն տարբերությունը տնտեսական, որ ունենք Ադրբեջանի հետ։ Ինչպես դուք կհարցնեք։ Ինչպես։ Իսկ գիտեք, թե ինչքան նավթ է արդյունանում Ադրբեջանը։ Օրեկան 5 միլիոն բարել։ Իսկ ինչքան էր Ադրբեջանը արդյունանում 7 տարի առաջ։ 750,000 բարել։ Այսինքն 30% անկում է ապրել արդյունանում Ադրբեջանի նավթի։ Դե բան չմնաց, մի քանի տարի էլ սպասում ենք, էլի անկում ապրում ու
գրում ենք։ Դե բայց տենց կաներ հերթական ժողովուրդը, բայց չմոռանանք, որ մենք ընտրված ժողովուրդ ենք, նենց որ չգիտեմ, ինձ թվում է ընտրված ժողովուրդը ինչ որ կողքից էլի բան պետք է անի։ Ընտրված ժողովուրդները +5 կլովկոստի ունեն, +2 ինտելեկտ ու մանան ավելի շատ է։ Ես մենակ բոլորը եմ խաղում։ Երբիրուշ խաղացեր, հա։ Իսկ ինչ անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որը ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինկլյուզիվ տնտեսություն։ Կարող եմ ասել, սկսելու է հետ ընկնել մեզանից։ Իսկ ինչ է պետք մեզ անել, որպեսզի առաջ անցնենք, օգտագործելով մեր սփյուռքի պոտենցիալը, մեր ազգային պոտենցիալը, ես կներկայացնեմ հաջորդ մեր խոսակցությունների ժամանակ։ Սա անոնսն էր, միանգամից ասեիք էլի։ Դե սպասենք հաջորդ խոսակցությանը։ Մնացեք մեզ հետ եւ ռնդեք կատնամթերք, քանի սանկցիաների տակ ենք։ Երկրորդ մասում մեզ սպասում է ընդհանուր Էդմոնը ընդդեմ Նիկոլի, Գագիկ Ծառուկյանի շուրջ սկանդալը միջազգային մակարդակի է դուրս գալիս, ինչպես նաև պատրաստվում ենք նոր 9-րդ գումարման ազգային ժողովին։ Նույնիսկ ամառը շատ մարդիկ լողանում են։ Օրինակ ես, ինձ թվում է նարեկը եւս, բայց դրա համար պետք է տաք ջուր։ Տաք ջուրը կարա լինի շատ ծախսատար, իսկ կարա լինի նաև անվճար, ինչպես ես բացահայտեցի, երբ որ Solar Holding-ի ջրատաքսի դրի։ Ու մեր լուսավոր գործընկեր Solar Holding-ը ունի տենց սարք արդեն զեղչված 290,000 դրամից սկսած։ Տեղադրեք եւ անամոթաբար լողացեք օրը 2-3 անգամ, որ այդ արևը ընդ ձրիչ շող է անիմաստ։ Եվ այսպես բոլորը փակում են աչքերը, մաֆիան անցնում է Սերգեյի մոտով, Նարեկի մոտով, Էդմոնի մոտով ու բոլորը բացում են աչքերը։ Okay, ինչ է կատարվում։ Չես իմացել։ Բարելույս ժողովուրդ ջան, հրաշալի օր է այսօր եւ ուզում եմ ձեզ ասել, որ Նիկոլ Փաշինյանը մաֆիան հանել է իմ դեմ։ Այդ հրաշալի օր չի Էդմոն ջան, դա հորի օր է։ Դակ ոնց ա եղել, ինչ ա եղել, մի հատ բոլոր մանրամասները եկեք լսենք, բայց նախքան դա մի քիչ շատ թափանցիկ չի այդ Սարոջկան։ Նորմալ Լեոնիդ Սարոջկա է։ Չէ, լինում են Լեոնիդ Սարոջկաներ, որոնց տակից պտուկը չի նշмарվում, բայց սա այդ Սարոջկաներից չի։ Սպաներ էլի, մեկ ասում ես պլեչիկներն են երևում, մեկ Էդմոնի պտուկն է նշмарում։ Գիտեք, հանգիստ թող պտուկը։ Գից կա այդ ոսկե միջինը կա, որը պետքա ձգտենք, պահպանել։ Ռուկի պրոչ։ Կենտրոնանում ենք բուն դեպքի վրա։ Եվ դատավոր Աննա Շիլաջյանը որոշում է կայացրել, այսինքն Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան, խնդրել է, որ բացի այն, որ հայցադյումը վարույթ ընդունեն, նաև հայցի ապահովման միջոց կիրառեն։ Հայցի ապահովման միջոցը բացատրեմ թե ինչ է։ Օրինակ մեկը մեկին գումար ապար, դիմա դատարան ասում է գումարս հետ տուր, բայց մինչև դատարանը կքննի, որ գումարը ճիշտ է հետ տալը, թե ճիշտ չի հետ տալը կամ կա նման պարտ թե չէ, այդ գումարի չափով ասում է այս պատասխանողի գույքի վրա արգելանք դիր, հաշիվներ, բանկային հաշիվներ, բան, որ հանկարծ նա այդ գումարը չփախցնի, չծախսի, չվատնի, չգիտեմ, ես իմիջ չանի, որ անվտանգությունն ապահովի այդ գումարի մինչև վեճը կլուծվի։ Հա, չէ, մի քիչ երևում է։ Չէ, մի րոպե էլի, փաստորեն դեռ պարզ չի 6 միլիոնը Էդմոնը պարտվել է Նիկոլին թե չէ, բայց այդ 6 միլիոնը արդեն սառեցնում է։ Էդի մեգա անարդար չի, հենց այդ պատկերացրեք, որ ոչ թե մի հոգի, այլ 12 հոգի է դատիկ տալիս Էդմոնին, ու բոլորի գումարները սառեցում է, ու ինչ մարդը դատարանից պաշտպանվելուց առաջ պետք է հայտնվի փողոցում, էդի հետ ժող բաստիոնոտ չի, հետ ԵՄ7 չի, ու вообще արդար չի։ Ասենք հենց հիմա միտք է տալիս, ոնց ցանկացած ընդդիմադրիլ ռեցնեն։ Ոնց որ այդ միտքը արդեն ունեն։ Իհարկե, եթե երկրում լիներ civil society կամ առնվազն քաղ հասարակություն, որը դե չկա ու ժամանակ չունենք մի րոպեով հարգել իրանց հիշատակը, իհարկե sense բան տեղի չէր ունենա։ Ես այդ արդեն դրան մեկնաբանել եմ, որ դա մոտարապես Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալու նման մի բան է լինելու, բայց այստեղ անակնկալն են, որ դատարանը, դատավոր Աննա Շիլաջյանը վերցրել հայցի ապահովման միջոցը բավարարել է։ Ասենք դատարանը չի մտածում, որ վերջին հաշվով սա Հայաստանի միջազգային վարկին է հարվածում։ Դատարանը չի մտածում, որ վերջին հաշվով այստեղ խոսքը չի գնում գույքային վեճի մասին։ Այսինքն 6 միլիոն դրամի հայցի ապահովման միջոցը, որ ինչա բավարարել դատարանը։ Դե երևի մտածեցին, որ մի քիչ անարդար կլինի, որ Փաշինյանը ֆուտբոլ խաղա Ռոնալդոյի հետ։ Դրա համար որոշեցին նենց անել, որ Փաշինյանը ֆուտբոլ խաղա հաշիվները արգելափակած Ռոնալդոյի հետ։ Մարուկյանը նաև ակնարկեց, որ իր դեմ այս սողակը վաղուց էին լարել։ Փաշինյանը ինչքան է քարոզել, որ ժողովուրդ ջան,
քեշ փող մի պահ հետ, միայն բանկային քարտերով, բանկային քարտ, ինչ փող ունեք դրեք բանկեր, միայն բանկերի միջոցով բոլոր գործակներ արեք։ Ինչի՞։ Որ նման իրավիճակներում մարդը մնա ուղղակի առանց գումարի։ Բնականաբար ես չեմ հավատացել այդ իրաքարոզին եւ չեմ նվիրվել բանկային համակարգին եւ բոլոր միջոցներս բանկային համակարգում պահել։ Բարձի տակ, մատրասի տակ, նորմալ է, հիմա Չի կարելի ուրիշի փողերը հաշվել։ Իհարկե, եթե այդ փողերը չեն վերաբերում ինչ որ հայ-իրանական արիշ-վերիշներին։ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է հայ-իրանական առևտրի կենտրոնի ստեղծման գործարքի վերաբերյալ քրեական գործով։ Դատախազությունը Ծառուկյանի մեղադրում է աննախադեպ խոշոր չափերի խարդախության ու փողերի լվացման համար։ Ծառուկյանի թիմակիցները պնդում են, որ իրականում Իրանի քաղաքացիներն են խարդախություններ արել։ Իրանի իրավական մարմինների որոշման հիման վրա Իրանում որոշում է ընդունվել եւ եթե չեմ սխալվում նույնիսկ պարտավորագիր էր գրվել համաձայն որի հենց այդ խարդախներն են ֆինանսական խարդախություն փորձել իրականացնել Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Խնդրեմ Գագոդյանն իհատել է զոհնա այս process-ի ամբողջ քաղաքում փակվում են անվան մեջ մուլտի ունեցող օբյեկտները սուպերմարկետներից նավսյակի հանում են մուլտիվիտամինային հյութերը իսկ դեսպանտները նավսյակի մուլտիվիզա ոչ մեկին չեն տալիս։ Դե լավ, շատ ես մկացնում գույները։ Մի քիչ էլ ու կասես, որ վտանգված են հայ-իրանական բազմադարյա հարաբերությունները։ Ես չեմ ասի, բայց երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Okay, երկար ենք լրելու նրա մասին, որ լիքը AI-ով սարքած ձեռքեր աղոթում են կամ high-five են անում Ծառուկյանի համար։ Ոչ թե աղոթում են, որ շուտապույտ ազատվի այդ AI-ով ձեռքերը, ու անհասկանալի է ուր են գլուխները, ինչ են մենակ ձեռքերը, բայց լավ, կենտրոնանան կարևորի վրա։ Իրանի իրավապահ մարմինների, Իրանի դատական համակարգը լիովին ջախջախել է այն մեղադրանքները, որոնց շուրջ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ գործընթացներ։ Դե всё, մնաց մեր դատական համակարգն էլ ջախջախի։ Իսկ կարա Իրանը Օլիմպիադան էլ բացի, որտեղ արձակուրդը բրծավ այդ երեխեքը մնացին դուրս։ Արա հերիքա սպորտի վրա կենտրոնանաս։ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Ծառուկյանը օգնել է նաև շատ այլ ոլորտների։ Որպես նախկին բնապահպանության նախարար, պարոն Ծառուկյանը նաև մեծ ներդրում ունեցել է բնապահպանության ոլորտում։ Հաստորեն նաև բնապահպանության, այս չգիտեի, I не знал։ Դե, բայց այդ ներդրումը հիշում եք, չէ՞, սկզբից ցույց տվեց Արուսիա Կավկազին այդ ներդրումը, հետո եկան ուզում էին արգրավել այդ ներդրումը, հետո ասին չէ, որ տանեք ընդ կփչանա, դրա համար թողեցին տան մեջ, որպեսզի այդ ներդրումը չփչանա, ու այդ կենթայիները մեռել փրծել են, արդեն ինչ է նշանակում չփչանա։ Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։ Դա չէ ներդրումը դմբո, շատ ավելի պրակտիկ ներդրում բնապահպանության ոլորտում։ Ինչ ներդրում։ 10 Նիվա ավտոմեքենա նվիրել է նա հենց բնապահպանական տեսչական մարմնին։ Նիվան բոլոր իրավիճակներում աշխատող բանը։ Նորաստեղծ մայրերին Նիվա, որ Նիվայով գնան պամպերսներ առնեն։ Առաջի դասարանցիներին սեպտեմբերի 1-ին Նիվա, որ 4 դասարանցիները հանգարց կուրաժ չլինեն։ Լավ, մի քանի խոսքել ասենք նոր ազգային ժողովի մասին, չէ որ մի քանի օրից մեկնարկում են նոր համագումարը։ Մասամբ recasting ա եղել, մի քանի դեմքեր հեռանում են, մի քանի նոր դեմքեր գալիս են, բայց լիքը հիմնական դերասանական կոստյակ մնում է նույնը։ Ինչ գիտենք մենք 9-րդ գումարման մասին։ 6 օրից 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստն է։ 105 պատգամավոր է լինելու նոր խորհրդարանում։ 64 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիրը միանձնյա մեծամասնություն է եւ կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն, ընդունել օրենքներ։ Բայց սահմանադրություն փոխելու համար ՔՊ-ին ընդդիմադիրների ձայները պետք կլինեն։ Ընդդիմադիր Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունները միասին 41 պատգամավոր ունեն։ Այդ բանը չի ֆիքս է, որ մի խմբակցությունը ուղակի Հայաստանը, բայց մյուսը Ուժեղ Հայաստանը, ոնց որ մի թեթև ձեր առնի են մյուս խմբակցության։ Ոնց որ մի քիչ ակնարկում է, որ մենք ավելի շատ ենք գնում զալ։ Ինչը մի քիչ անարդար է, որովհետև ակնհայտորեն Լևոն Քոչարյանը բոլորից շատ է գնում սպորտզալ։ Ու հələ խորացի, եթե կհնտինտիրիտներ չաներ, կլներ Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, ու պրոստը Հայաստան, իշքան անշուք կնայվեր։ Լավ,
Չշեղվենք, իսկ ազգային ժողովի փոխնախագահի հանձնաժողովների պաշտոնները վերցնում ենք։ Ուժեղ Հայաստանը ազգային ժողովի փոխնախագահ ու 3 մշտական հանձնաժողովների ղեկավարներ նշանակելու մանդատ է ստացել։ Վերցնելու են այդ պաշտոնները, թե ոչ։ Գլխավոր ինտրիգը հանգուցալուծել չի շտապում ուժեղ Հայաստանը, չնայած 6 օր է մնացել առաջին նիստին։ Որոշում չունենք դրա մասին հայտարարելու, երբ որ որոշում ունենանք հայտարարելու հետ կապված, անպայման կհայտարարենք։ Էլի դեժավյու, ինչ մի մեծ ինտրիգ եք ստեղ սարքում անիմաստ տեղ, ախր երկու հանգուցալուծում կա, կամ վերցնելու եք, կամ չեք վերցնելու, ՕԳԳ-ն մոտավորապես նույնն ալնելու, գոնե Էդգար Ղազարյանի նշանակեք, որ գոնե հավես անցնի այդ պահը։ Թե չէ տպավորությունն է, որ վիզ են դրել անհետաքրքրացնելու մեր հաղորդումը։ Այսինքն Անկախ որոշումից ՔՊ-ի հետ լեզվակռիվը բացառելու ճանապարհով են գնալու։ Բազմաթիվ խնդիրներ, որոնք որ օրհասական են մեր հայրենակիցների համար։ Մենք ավելի շատ պիտի գնանք դրա ուղղությամբ եւ ոչ թե փորձենք մեր պոտենցիալը մաշեցնել, ասենք, չգիտեմ, իշխանության հետ բանավեճերի եւ այլ երկխոսությունների մեջ։ Անդրանիկ ջան, մենք դեռ ծանոթ չենք Arm Comedy, մոտակա 5 տարին իրար հետ ենք աշխատելու։ Նայ, ԿՊ-ի հետ լեզվակռիվ մտնելը, այդ ոնց որ տենց must have է, էլի, որովհետև քանի որ դուք մեծամասնություն չձևավորեցիք, ոչ մի օրենք չեք անցկացնելու։ Ինչ էլ բերեք իրանք չեն թողնել անցկացնել, որ շատ օպցիաներ դուք չունեք։ Նարեկ, դու մոռանում ես ընդդիմության մյուս կարևոր առաքելության մասին։ Ես հաստատ չեմ կարող ասեմ, որ այս իրանց գաղտնի պլանն է, բայց հաստատ գաղտնի պլանի մի մասն է։ Եթե գա այն պահը, որ պետք է փողոցային պայքար ձևավորվի, մենք ասացինք, թե ինչու ենք մտնում ազգային ժողով, որպեսզի փողոցային պայքարի դեպքում ազգային ժողովում էլ մենք ունենանք մեր падգամավորական կազմը, որը որ կիրականացնի այն գործողությունները, որ իրենից ենթադրում է փողոցային պայքարից հետո ազգային ժողովում։ Impeachment, որը 5 տարվա ընթացքում հայ-հայալնում էր, բայց կմտածեք դուք ոչ բոլոր ԿՊԱ-ականները միացան ստորագրեցին։ Բայց իրականում չէ, ոչ բոլոր ընդդիմադիրները նույնիսկ ստորագրեցին, այդքան ոչ իրատեսական էր դա, ու մի խոսքով էս ամեն ինչը տոտալ դեժավյու է, որ sense մանր դետալներով հանդերձ։ Դե այդ բոլորը կլինի, այդ կլինի եւ բացման խոսքը եւ ելույթները եւ ամեն ինչը կլինի նորմալ ինձ թվում է։ Ասացիք պարոն Ռուբինյանին պետք է տեսնեք, քննարկում եք աշխատանքը, մեկնարկը։ Երևի։ Ես խնդրում եմ մի խանգարեք։ Ամենատարեց խորհրդարանականի համար սա կրկնվող փորձություն է, նախորդն էլ ինքն է բացել։ Այստեղ ակցիա չի, այստեղ միտինգի տեղ չի, սա խորհրդարան է, չէ ամբողջ աշխարհը մեզ են նայում։ Եկեք վերջացնենք, հետո ձեր հարցերը ուրիշ ձևով կլուծեք։ Արդեն 81-ամյա Կնյազ Հասանովն է վարելու այդ առաջին նիստը, որտեղ ինքը տարիքով ամենամեծն է, ու պլյուս ինքը միշտ կա, լինի դա ՔՊ-ի ցուցակ, լինի դա ՀՀԿ-ի ցուցակ, ինքը միշտ կա։ Ինչպես նաև Arm Comedy-ն, մնացեք մեզ հետ։ Ինչպես մինչև վերջերս նաև Կամո Արեյան։ Սիգեր, այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք կորբա վիդեո բոցը։ Օրենքի սահմաններում եթե պահանջվում է մեղմ ձևով հարցը լուծել, այդպիսի հարցեր պետք է լուծեն, եթե կոշտ կտրուկ օրենքի սահմաններում կլուծվի, դա էլ իրեն հերթին։ Ամեն ինչ որոշում է ժամանակի եւ տարածության մեջ։ Արա, նայ, սենց օրինակ ստարտափ կա, որը ասում է, որ կարանք Երևանի օդը մաքրենք։ Տեխնոլոգիա ենք մտածել, բայց ասենք երևի 17 տարեկան երեխեք են, էլի։ Ու ես լսում եմ, արա դե շատ կայֆ բան է, բայց իմ խորհուրդը տվեցի, որ մի քանի ռեկոմենդացիա վերցրել գիտնականներից այդ ոլորտի, որ մի քիչ ավելի բան էլ էլի հեշտ լինի համոզել ժյուրին, բայց հավել պետք չի մի անգամից թերավատն է, որտեղ բեկելնում է շուտ 12 տարեկան չինացի երեխա, որ մի հատ խնդիր լուծում է։ Հա, նոր Elon Musk կարող է դրա համար այտենց ոչ մտքեր են, դրա համար գնում եմ մի հատ տենամ այդ Երևանի օդը ոնց են փոխում։ Որովհետև բանի օվկիանոսի պլաստիկը հավաքելը էլի ինչ որ երեխա էր հորինել մի հատ թույն դեր, այնց որ կարա եւ ապերջան հետը սպերներ ու քույր։ Եթե կարծում եք, որ մեր հաղորդումը ձեզ օգուտ է տալիս, կարող եք աջակցել մեզ միանալով Patreon-ին եւ ամիսը $3 մենք կլինենք ձեր գլխից անպակաս։